Ողջույն եւ բարի գալուստ Հայաստանի ամերիկյան համալսարանի ոդքասթի երկրորդ եթերաշրջանի հերթական էպիզոդին։ Ես Արմինե Զեյթունցյանն եմ, ամերիկյան համալսարանի զբոսաշրջության եւ հյուրընկալության մագիստրոսական վկայագրի ծրագրի ղեկավար եւ դասախոս, եւ այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Բարև ձեզ Լուսինե, շատ հաճելի է այսօր ձեզ ամերիկյան համալսարանում հյուրընկալելը։ Բարև ձեզ։ Առաջին հարցը, որ կուզեի ձեզ հետ զրուցել, հաստատվեց զբոսաշրջության զարգացման ռազմավարության հնգամյա ծրագիրը, որքանով եք պատրաստ, ես նկատի չունեմ միայն զբոսաշրջության կոմիտեն, այլ ամբողջ համակարգը այդ ռազմավարության իրականացմանը եւ ինչ հստակ գործողությունների պլան կա առաջիկա տարվա գոնե հիմնական առաջնահերթությունները նշելու համար։ Շնորհակալություն եւ ձեզ հատուկ շնորհակալություն, որ մեզ աջակցեցիք ռազմավարության մշակման ամբողջ ընթացքում։ Մենք շատ գնահատում ենք եւ կրթական եւ մասնավոր ոլորտի փորձագետների ներգրավվածությունը աշխատանքներին։ Ռազմավարությունը բազմակոմպոնենտ է, իր մեջ ունենալով եւ կրթական, եւ զբոսաշրջության քաղաքականության, եւ փաստացի գործողություններ իրականացնելու ծրագրեր, եւ աշխատելու ենք առաջիկա 5 տարիներին գրված այդ action պլանով, գործողությունների պլանով իրականացնել տարեկան ծրագրերը։ Ծրագրերը բազմազան են, ինչպես արդեն նշեցի, ծառայությունների որակի բարելավումից, ենթակառուցվածքների կառուցումից, մինչև նոր ավիաուղիներ եւ իհարկե նպատակը շատ զբոսաշրջիկներ ներգրավելն է։ Այս պահին մենք ընդունում ենք միջինը մոտավորապես 2.3 միլիոն զբոսաշրջիկ եւ նպատակ ենք դրել մեր առաջ 5 տարի հետո ունենալ 3 միլիոն զբոսաշրջիկ, թերևս սա է լինելու գլխավոր նպատակը։ Շատ շնորհակալություն, այստեղ նաև շատ խոսվում է այսօր զբոսավարների, տուրօպերատորների, ես չեմ ուզում նույն թեման նորից շարունակենք, բայց քանի որ ես շատ հարցազրույցներ եմ նաև տեսել ձեր մասնակցությամբ, բայց կուզենայի, որ մի երկու նախադասությամբ կամ կարճ նաև նկարագրեիք, թե ինչ է սպասվում հյուրանոցային ուրեմն տնտեսության օբյեկտներին, տուրօպերատորներին, ուղեկցորդներին, գիդերին, որովհետև ինչպես գիտեք, աղմուկը շատ է ամենտեղ, բայց իրականում այն քիչ ոլորտներից է, որտեղ հենց ոլորտի խաղացողներն են ցանկացել տարիներ շարունակ 10 տարուց ավել իրենք են ցանկացել, որպեսզի ոլորտը կարգավորվի։ Այս առումով ես մի հարց կուզեի ձեզ տալ, այսօր Instagram-ում Facebook-ում բոլոր սոցիալական հարթակներում ես տեսնում եմ ոչ հայ ազգությամբ տարբեր անհատներ, փոքր կազմակերպություններ, որ գուցե նույնիսկ գրանցված չեն, բոլորը այսօր տուրիստական գործունեություն են վարում։ Սրա հարցը արդեն հետաքրքրում է ավելի գետնի վրա, ինչպես է դա կարողանալու կարգավորել։ Մարդիկ ձեզ զանգահարելու են, ասեն օրինակ Instagram-ում հենց նոր ես տեսա, որ մեկը տուր է առաջարկում, արդյոք իրեն կարող եք ստուգել, թե չէ, այդ վերահսկման մեխանիզմն է ինձ ավելի հետաքրքրում։ Հարցը բաժանենք երկու մասի։ Սկզբից ոլորտի կարգավորումը, հետո վերահսկողությունը։ Զբոսաշրջությունը կարելի ասել թվայնացված է 0%։ Եթե ՊԵԿ-ը, մյուս գերատեսչությունները ունեն սուբյեկտների ամբողջական ցանկ 100% թվայնացված, մենք ունենք 0% թվայնացում զբոսաշրջության ոլորտում, որը 21-րդ դարի համար թերևս անընդունելի է, եւ այդ իսկ պատճառով հուլիսի 1-ից կգործարկվի notify.gov.am կայքը, որտեղ մենք կունենանք առաջին 6 ամիսների ընթացքում կամավորության սկզբունքով, հետո արդեն մի փոքր ավելի գործիքներ կկիրառենք, որպեսզի զբոսաշրջության ոլորտի սուբյեկտները ծանուցեն իրենց գործունեության մասին։ Սա առաջին փուլն է, այսինքն ստեղծել միասնական հարթակ, անունը կդնենք գրանց համաձայն թե շտեմարան, ինչ ուզում ենք դնենք, այնուամենայնիվ կունենանք միասնական հարթակ, որտեղ կտեսնենք բոլորին։ Ինչ վերաբերվում է գիդերին ու զբոսավարներին, թերևս ռազմավարությանը հավասար գիդերի եւ զբոսավարների հետ աշխատեցինք իրենց գործունեությունը կանոնակարգող կառավարության որոշման վրա,
որը նույնպես ընդունվեց 2 շաբաթ առաջ եւ որը ինչպես դուք իրավացիորեն նշում եք, հենց գալիս էր իրենց պահանջից, որովհետեւ շուկան լիքն է անորակ ծառայություններ մատուցող եւ անբարեխիղճ գործունեություն իրականացնողներից։ Իսկ ինչ վերաբերվում է վերահսկողությանը, դա շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է իրականացնելու եւ օրեր առաջ կառավարման ակադեմիայում հենց ես ինքս էի ներկայացնում զբոսաշրջության ռազմավարություն եւ պարզվեց ուսանողներից մեկը հենց այդ տեսչական մարմնից էր եւ իրենց ռազմավարության ընդունելուց հետո եւ նաեւ գիդերի կառավարության որոշում ընդունելուց հետո հանձնարարություն էր գնացել կառավարությունից վերահսկողության վերաբերյալ եւ ես տեղեկացրի, որ քանի որ ինքը խստացումներ նախատեսող նորմ է, ուժի մեջ կարող է մտնել միայն ընդունումից 6 ամիս հետո եւ խնդրեցի, որ եթե անգամ հանձնարարականը եկել է, դեռ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չկա, քանի որ օրենքի ուժը կգործի 6 ամիս հետո։ Սա է ամբողջը, աշխատանքը մեծ է, տիկին Զարմինե Զարա ծավալը ես չեմ պատկերացնում туриզմի կոմիտեն իր փոքրիկ թիմով ոնց է փակելու, բայց թվայնացում անխուսափելի է։ Այո։ Այս գործիքը վաղուց պետք է ներդրված լիներ, ես կարծում եմ, որ մի փոքր անգամ ուշացում ունենք, բայց այնուամենայնիվ կարծում եմ մինչև տարեվերջ վստահ եմ բարեխիղճ գործունեություն իրականացնողները, որոնք շահագրգռված են ոլորտի կանոնակարգմամբ, կծանուցեն կոմիտեին, կստանան իրենց թվային հավաստագրերը եւ գործունեություն կիրականացնեն արդեն օրենքով սահմանված կարգով։ Շատ լավ, ես կարծում եմ, որ նամանավանդ գիդերի հետ կապված, քանի որ մենք գործ ունենք տեղեկատվական անվտանգության հետ, որը հաճախ կարծես չեն գնահատում, բայց իրականում մենք բոլորս ենք լսել абսուրդ ուղակի պատմություններ ու տեղեկություններ, որոնք տալիս են եւ օտարերկրյա գիդերը եւ այստեղ ապրող որոշ մարդիկ, որովհետեւ մենք բոլորս հակված ենք պատմություն պատմելիս անպայման մեր կարծիքը հայտնել, այլ ոչ ընդունված, այսպես ասած, talking point-երը։ Նաեւ ես կարծում եմ մեր հասարակության մեջ մտածում եմ, որ այդ այսպես ասած մատնությունը երևի սովետից եկած ստալինյան ժամանակներից ինչ որ մատնության նկատմամբ մեծ բան կա, չէ, բացասական վերաբերմունք։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ես գնացի Գառնի եւ տեսա ինչ որ մեկը կանգնած պատմում է, թեկուզ ոչ հայ ազգի, որը իր վրա ոչ մի նշան, ոչինչ չունի։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ես իբրև Հայաստանի քաղաքացի, գուցե ոլորտով զբաղվող մարդ կամ ուղղակի абսուրդ միտք եմ լսում, կա այդ մեխանիզմը, որ ես կարող եմ օրինակ իրեն մոտենալ, կամ իրեն հարցնել, կամ զանգահարել հայտնել, իր մասին տեղեկությունը վերցնել, սա շատ այսպես նուրբ պահ է, ստացվում է, որ մենք բոլորս բոլորին հետևելու ենք եւ նաեւ ինչ որտեղ հայտնելու ենք։ Եվ անպայման բացասական վերաբերմունքի են արժանանալու այն մարդիկ, ովքեր ասելու են խաբար տվեցին, շատ կոպիտ ասած, ինչպես ենք այդ, ինչ եք մտածում այդ մասին, ես դրան լուծումը ոչ թե պահանջում եմ ձեզնից կամ հարցնում, այլ ինձ ձեր կարծիքը ավելի շուտ։ Մենք փորձել ենք կառավարության որոշմամբ այս հարցը կանոնակարգել եւ առաջի հերթին մշակել ենք այդ տարբերանշանը բեյջը, հայերեն ասած, որը туриզմի կոմիտեն կտրամադրի որակավորում ունեցող գիդերին։ Այսինքն սա առաջինն է, հենց այդ տարբերանշանը, որ եթե կրում է զբոսաշրջության կոմիտեի լոգոյով, իր անուն ազգանունով այդ հավաստագիրը, ուրեմն ինքը հավաստագրված է։ Ինչ է իրենից ենթադրում հավաստագրումը, դա 3 փուլանի գործընթաց է, եթե դուք գործող գիտեք, եթե դուք գործող գիտեք, բայց չունեք բավարար գիտելիքներ եւ եթե դուք սկսնակ գիտեք։ Այս 3 ընթացակարգերով առաջինի դեպքում գործընթացը կլինի արագ, երկրորդի դեպքում 1 ամսյա, երրորդ դեպքում 6 ամսյա։ Այսպես կանոնակարգելով եւ արդեն համապատասխան բանավոր եւ գրավոր քննություններ հանձնելուց հետո ստանալ այդ բեյջը։ Կարծում եմ սկզբնական փուլում մի փոքր հապաղում կլինի, որովհետեւ մենք պետք է ձևավորենք հանձնաժողով, որը նույնպես կառավարության որոշմամբ սահմանված է, որտեղ ներգրաված կլինեն եւ պետական եւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ եւ կսկսենք
քննությունների միջոցով տրամադրել հավաստագրերը։ Սա է լինելու, իսկ վերահսկողության մասով արդեն նշեցի տեսչական մարմնի դաշտում է, բայց մենք միայն ուրախ ենք, երբ շարքային քաղաքացիները, միջազգային զբոսաշրջիկները մեզ տեղեկատվություն են տալիս ոլորտի վերաբերյալ։ Այո, մենք գիտենք, որ Հանրապետության հրապարակի հարևանությամբ կանգնած տաքսիները, իրանք տաքսի ծառայություն են, վարորդը միաժամանակ, ինչպես սովետական միության ժամանակ, վարորդը նաև գիդ է։ Հա, հիմա մեզ մոտ վարորդը նաև գիդ է, որը պատմում է, ես մեկ անգամ հարցրել եմ, իսկ որտեղից ձեզ տեղեկատվությունը, ասել են YouTube-ից։ Հիմա փորձելու ենք այս YouTube-յան տեղեկատվությունը բացառել եւ միայն հավաստագրված գիդերի միջոցով ճշգրիտ տեղեկատվությունը փոխանցել, ինչը նաև կվերաբերվի իմիջիայլոց օտարերկրյա գիդերին։ Շատ երկրներում դա միջազգային չափանիշ է, դուք ինքներդ երևի թե ինձանից լավ գիտեք, որ հնարավորություն չունի հայազգի գիդը տուր անցկացնելու առանց տվյալ երկրի հավաստագիրը ունենալու կամ թույլտվությունը։ Եվ մենք ակնկալում ենք մի կետից Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նույնպես կիրառել այս սահմանափակումները, որովհետև այո, մենք ուզում ենք պահպանել ճշգրիտ պատմական տեղեկատվությունը, որը փոխանցվում է գիդի կողմից։ Եվ ի վերջո արդեն իրականում դա ես կարծում եմ պետք է շտապել, որտեղ նույնիսկ անզեն աչքով երևում է օտարերկրյա գիդերի եւ զբոսաշրջային ծառայություն մատուցող անհատների քանակը։ Ես համենայն դեպս Instagram-ը եւ Facebook-ը հենց բացում եմ, իրար ետևից գալիս են բոլորը Հայաստան են ներկայացնում եւ ինչպես ասեցի տարբեր ազգերի։ Շատ շնորհակալություն Լուսինե, հաջորդ հարցին հանձնեմ։ Հայաստանում սպասվում են բազմաթիվ կարևոր իրադարձություններ։ Մենք խոսել ենք այդ մասին մի անգամ կարծեմ COP17-ը, հետո Եվրոմիության կարծեմ նախագահների այցը եւ այլն։ Նաեւ գինու հետ կապված գիտեմ, որ կարևոր միջոցառում կա։ Այս մեգա միջոցառումները մինչեւ այսօր Հայաստանում ես մեկ խնդիր եմ նկատել, իրենք մեկ անգամյա միջոցառումներ են, մենք մեծ իրարանցում ենք անում, ուրախանում ենք, հայտնում ենք, որ այսքան մարդ պիտի գա, բայց իրականում եթե կայունության մասին ենք խոսում, սրա հիմնական նպատակը պետք է լինի այս ընթացքում կամ դրանից առաջ արդեն այդ շուկաներում կամ Հայաստանը այնպես կարողանալ ներկայացնել, որ այցելուները նախ առաջին հերթին մեծ, այսպես ասած, PR ծածկույթ լինի այս միջոցառման մասին բայց նաև լինի ուղղորդված ծածկույթ, որպեսզի նաև Հայաստան այցելությունները հետագայում ավելանան։ Այս առումով ես կուզենայի ձեր կարծիքը իմանալ, թե ինչպես եք պատրաստվում այս իրադարձությունները օգտագործել որպես ռազմավարական լծակ Հայաստանի միջազգային դիրքավորումը, ներդրումային գրավչությունը եւ բարձրացրեք զբոսաշրջությունը զարգացնելու գործիք, այլ ոչ թե մեկ անգամյա միջոցառում, որի համար գիտեմ ինչքան եք տանջվում, սկսած միջ գերատեսչական հանձնաժողովներից, հյուրանոցներից, միջոցառում կազմակերպելուց, բայց հետո դրա արդյունքը, որպես այդպեսին պետք է գոնե 1 տարի հետո կամ 6 ամիս հետո նկատվի։ Ինչ եք մտածում այդ մասին։ Այստեղ ոչ թե նույնիսկ ուզում եմ հարցնել ինչ եք անում, որովհետև սա ավելի զրույց է։ Ձեր կարծիքը ինչ պիտի արվի։ Եթե շատ կարճ ասեմ, ցանկացած մարդ, որ գալիս է Հայաստան, կլինի դե COP17-ի շրջանակում պատվիրակ, թե Եվրոպական քաղաքական ժողովի պատվիրակ, պետք է Հայաստանից գնա որպես Հայաստանի դեսպան։ Սա իմ հիմնական թիրախն է։ Մենք զբոսաշրջության ռազմավարությամբ սահմանել ենք, որ զբոսաշրջիկի մնալու օրերը պետք է երկարացնենք եւ հետո նա պետք է վերադառնա։ Սա մեր ռազմավարական նպատակն է։ Այո, մենք մեր հյուրերին այս խոշոր ֆորումների, սամիտներից հետո ակնկալում ենք տեսնել արդեն իրենց ընտանիքներով, իրենց ընկերների հետ կան Հայաստան ոչ թե աշխատանքային այցով, այլ որպես զբոսաշրջիկ։ Սա պետք է լինի մեր թիրախը։ Ինչ ենք անում։ Փորձում ենք զբոսաշրջությունը, զբոսաշրջային կոմպոնենտը մտցնել բոլոր պետական միջոցառումների օրակարգ։ Կլինի դա կրթության, գիտության, սպորտի միջոցառումը, որ դա սպորտային միջոցառում է, կրթական միջոցառում է, կլինի դա ԱԳՆ-ի միջոցառումը,
կլինի դա մյուս գերատեսչությունների անգամ պաշտպանության նախարարության եւ կա վարչապետի հստակ հանձնարարական բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ ցուցադրել զբոսաշրջության կոմիտեի կողմից գեներացված թվային կոնտենտը։ Սա շատ կարևոր է եւ մենք շատ ուրախ ենք, որ վերջապես զբոսաշրջությունը պետական հոգացության ներքո է եւ հստակ հանձնարարական կա, որպեսզի զբոսաշրջային արդյունքը հանրահռչակվի բոլոր գերատեսչությունների կողմից։ Եվ ակտիվորեն կարող եմ ասել, որ նկատում ենք, որ պետական բոլոր գերատեսչությունները մեզանից ուզում են այդ թվային կոնտենտը եւ տարբեր միջոցառումների ժամանակ օրինակ վերջերս նկատեցի Enterprise Armenian Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնող տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ մերթ ընդ մերթ մոնտաժված էր զբոսաշրջության կոմիտեի տրամադրված թվային կոնտենտը։ Սա շատ ուրախացուցիչ է մեզ համար եւ այո, զբոսաշրջության թվերը գնալով աճում են։ Սա հենց այդ հետևողական աշխատանքի արդյունքն է, որ բոլոր գերատեսչություններում Հայաստանում եւ Հայաստանից դուրս միասնական հովանոցի ներքո ցուցադրենք նույնանման կոնտենտ, ունենանք միանման արդյունք։ Սա եւ երկրի հեղինակության համար է շատ կարեւոր եւ իհարկե ինչպես արդեն նշեցի, ցանկացած մարդու դիտարկելու որպես զբոսաշրջիկ, որովհետեւ COP17-ին եկած մարդը դա բիզնես զբոսաշրջություն է։ Դա զբոսաշրջության եւս մի տեսակ է եւ ակնկալում ենք, որ նրանք բացի այդ նախատեսված հստակ աշխատանքային օրերից առնվազն 2 օր շուտ գան եւ 1 օր շուտ հեռանան։ Սա նույնպես լրացուցիչ գումարներ է պետական բյուջե եւ զբոսաշրջություն։ Իհարկե։ Շատ ուրախ եմ, որովհետեւ այո, կարեւոր է, որ զբոսաշրջությունը դառնա ոչ թե կատարող կամ օգնող աջակցող, այլ դառնա նաև հիմնական նպատակներից մեկը ի վերջո այս միջոցառումների։ Նույն հարցը ուզում եմ տալ նաև ավիացիայի եւ նոր շուկաների վերաբերյալ, շատ հաճախ ինչպիսին է ձեր կապը ավիացիայի վարչության հետ, այն իմաստով, որ հաճախ հայտարարվում է, որ օրինակ սեպտեմբերից կամ հոկտեմբերից նոր ուղիղ չվերթներ պիտի լինեն, բայց ռազմավարությունը նախորդ տարի արդեն մշակված է այս տարվա կոնկրետ շուկաների համար եւ ստացվում է, որ շատ հաճախ եմ տեսել, բացվում է ուրեմն թռիչքը, ինքնաթիռում միայն հայեր են, որոնք ճանապարհորդում են, շատ քիչ քանակի այդ շուկաներից եկող մարդիկ, ինչպես է կարողանալու կամ ինչ է կանելու օպերատիվ այնպիսի ռազմավարություն այն երկրներում, որոնց հետ բացվում են ուղիղ չվերթներ, որպեսզի այդ հնարավորությունները չփոշիացվեն, որովհետև տարիներ շարունակ նկատել եմ ուղիղ չվերթը բացվում է, 6 ամիս հետո փակվում է, որովհետև չկա այդ հոսքը եւ ստացվում է, որ այդ այսպես ասած քայլերի հաջորդականությունը բացվում է, հետո նոր սկսում ենք մարքեթինգը, այն դեպքում պիտի մարքեթինգը սկսենք, հետո բացենք։ Ինչպիսին է ձեր փորձը այսօր եւ ինչ եք մտածում նորից։ Այսօր կարծիքների օր է, այդքան ոչ թե սա զրույց է, ինչպես ասեցինք, ոչ թե ինչ է կարել, այլ ավելի շատ ձեր կարծիքները։ Հարցերի հետ կապված, որովհետեւ տեսնում դրանց տակ վերլուծություն, ուրախ եմ ասել նախ վերջին անցած շաբաթ եթե չեմ սխալվում մեր գործող տնտեսագետներից մեկը վերլուծություն էր արել եւ վիզերի նոր թռիչքների նոր ինքնաթիռի բազավորումից հետո փաստորեն Հայաստանը դառնում է տարածաշրջանում ամենաշատ ուղիղ չվերթներ ունեցող երկիրը, որը մեր համար իհարկե հպարտանալու առիթ է, վերջապես մենք մեր մասին ասում ենք տարածաշրջանում։ Ինչ վերաբերվում է վերլուծություններին, ուրեմն ռազմավարությամբ սահմանված թիրախային երկրները վարչապետի աշխատակազմից հանձնարարականի ձևով ուղարկվել է բոլոր պետական գերատեսչություններ։ Ամեն մեկի մասով այդ գործողությունների պլանում, action պլանում կա հստակ տարբեր գերատեսչությունների հանձնարարականներ, որոնք բխում են մեր ռազմավարությունից եւ որոնք պետք է մեզ հետ աշխատեն, համագործակցեն, իմանանք մեկի գործողությունների մասին։ Հիմնականում վերջին շրջանում բացվող ուղղությունները թերևս բխում են մեր ռազմավարական ուղղություններից, վերջերս իմացանք նաև, որ ղազախական սկատը միանգամից 5 քաղաքներ է ուզում, 5 քաղաքներից դեպի Հայաստան ուղղություն է բացում եւ Ղազախստանի հետ համագործակցությունը եւ նաև քաղաքական ջերմացումը թերևս սրա արդյունքներ
ինչի առիթով շատ ուրախ ենք, որովհետև ղազախական շուկան շատ մեծ է, զբոսաշրջիկները Ղազախստանից գնում են Վրաստան եւ Ադրբեջան եւ Հայաստանը մինչ այժմ բացահայտված չէ ղազախական զբոսաշրջիկների համար, սա նույնպես ուրախացնում է եւ չնայած որ մեզ հետ քննարկված չի, բայց անցած տարի ես մասնակցեցի որպես հյուր ղազախական կտիվ զբոսաշրջային ցուցահանդեսին եւ իսկապես ներուժը տեսա, հասկացա ազդեցությունը ղազախական շուկայի, ինչի են մեր հարևանները այնտեղ մեծ տաղավարներով հանդես գալիս եւ B2B այդ համայնքը շատ լավ զարգացած է Վրաստանում եւ Ադրբեջանում դեպի Ղազախստան։ Նոր ուղղություններ ունենք դեպի Եվրոպա, Fly One-ն է ավելացնում եւ նաեւ ավելանում են դեպի ռուսական շուկաներ գնացող մեր ուղղությունները, ինչը նույնպես ուրախացուցիչ է, որտեղ Ռուսաստանը պատմականորեն ամենաշատ զբոսաշրջիկներ մատակարարող երկիրն է։ Մենք էլ մեր քայլերը չենք դադարեցնում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնենք։ Անցած տարի եւ այս տարի մասնակցեցինք MITT զբոսաշրջային ցուցահանդեսին, ինչպես նաեւ անցած տարի ճանաչողական այց կամ road show իրականացրեցինք Վդենխայում 70 խոշոր ռուսական զբոսաշրջային ընկերությունների համար։ Սա կլինի շարունակական, այս տարի նույնպես պլանավորում ենք ավելի մեծ բացօթյա ցուցահանդես անել, ներկայացնել Հայաստանը գինու երկիր, Հայաստանը ջազի երկիր, Հայաստանը ակտիվ զբոսաշրջության երկիր արդեն պլանավորված է եւ շարունակելու ենք զարգացնել, ինչպես նաեւ նոր ուղղություններ, ինչպիսի Չինաստանն է։ Միայն մեկ ուղղությամբ, որը Ուրումչին է, որը գործում է հիմա, նախորդ տարի հասել է 45,000-ի Չինաստանից այցելությունները 2024-ի 33,000-ի դիմաց, այսինքն մեկ ուղղությունը ապահովում է այսքան արագ աճ, մոտ 35%, եւ Չինաստանը, Ճապոնիան կարող են նոր զարգացող ուղղություններ լինել Հայաստանի համար, առավել եւս որ չունենք վիզային սահմանափակումներ Չինաստանի հետ, Հայաստանը եւ Չինաստանը միմյանց նկատմամբ հայելային հանել են վիզաները եւ իմիջիալոց մեր գործարարներն են շատ օգտվում այս հանգամանքից եւ բավական ակտիվացել է առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ։ Սա նոր ուղղությունների մասով անցած տարի մեծ աշխատանք տարանք գալֆ երկրների հետ եւ թիրախավորեցինք, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական ցավով պետք է նշենք, որ չի աշխատում, բայց ակնկալում ենք, որ ուղղությունները կբացվեն, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի եւ Իրանից եկող եւ նաեւ գալֆ երկրներից այդ ամբողջ աշխատանքը, որ ներդրեցինք անցած տարի, կփորձենք այս տարի մոնետիզացնել, բայց ընդամենը 3 մենք վիճակագրությունը հրապարակեցինք, նախարար Պապոյանը ռիլեր հրապարակել եւ ընդհանուր առմամբ մոտ 460,000 մարդ է եկել արդեն Հայաստան առաջին եռամսյակում, սա միգուցե տարածաշրջանի այս փակ երկրների արդյունքում Հայաստանը եւ Վրաստանը որպես այլընտրանք մի փոքր օգտվում ենք այս հնարավորությունից, բայց հունվար ամիսը, որը համարվում է զբոսաշրջության համար low season կամ ցածր այցելությունների ամիս, մենք գրանցեցինք 37% աճ։ Սա իհարկե նախատոնական եւ տոնական օրերի այդ գեղեցիկ միջոցառումների ես այսպես եմ դա բացատրում ազդեցություններ, որովհետեւ այդ թվային կոնտենտը միլիոնավոր դիտումներ ունեցավ եւ տարածվել էր, անգամ մեր տոնածառը համեմատում էին բրիտանական եւ տարբեր երկրների տոնածառների հետ եւ այդ դրոն շոուն եւ ամեն ինչը ազդեցություն ունեցավ եւ հունվար ամիսը անգամ հյուրանոցներից շնորհակալական խոսքեր ենք ստացել, որ չպլանավորված, բայց հունվար ամսին բավականին շատ զբոսաշրջիկներ ենք ընդունել։ Շատ շնորհակալություն։ Մյուս հարցը, որի մասին ուզում եմ խոսել, մշակութային ժառանգության կապիտալիզացումը, որը շատերը չեն սիրում այս բառը, բայց
վարչապետը անցյալ տարի կամ մոտ 1.5 տարի առաջ իր ելույթներից մեկում խոսում էր հուշարձանների խելամիտ կոմերցիալիզացման անհրաժեշտության մասին եւ եթե հիշում եք, մենք պատիվ ենք ունեցել ձեզ այստեղ հյուրընկալելու 100 հուշարձանների նախագծի քննարկմանը եւ ոչ միայն այս ծրագիրը, բազմաթիվ նման ծրագրեր կան։ Ինչպես եք տեսնում այս գործընթացը, որովհետեւ օրինակ որպեսի պահպանել թե հուշարձանը, թե այսպես ասած տնտեսական շահույթը այդ հուշարձանից եկող այդ հավասարակշռությունը, այնտեղ միջոցառումներ անցկացնելու, իհարկե հասկանում եմ, որ սա նաև գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործառույթների մեջ է, բայց այստեղ զբոսաշրջությունը կարևոր դեր պետք է ունենա, ինչ որ քայլեր կան, գիտեմ, որ ռազմավարության մեջ կա այդպեսին մի դրույթ, նաև ինչպես օրինակ արտասահմանում հուշարձանը թեև Հայաստանում հասկանում եմ, որ շատ վտանգավոր է, կոնցեսիայի է հանձնվում կամ հիմնադրամ է հիմնվում, որը ղեկավարում է այդ հուշարձանը, կան նմանատիպ ծրագրեր։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կրթությամբ հենց ֆինանսիստ եմ եւ կարծում եմ, որ ամեն ինչի շարժող ուժը դա տնտեսագիտությունն է, ֆինանսներն են եւ ունենալով այսքան մեծ պատմամշակութային ժառանգություն, դեռ ամբողջությամբ չենք կարողանում մոնետիզացնել մեր ունեցած այս հսկա արդյունքը։ Շատ ուրախ էի տեսնել ձեր կողմից ստեղծված թվային կոնտենտը, որը շատ հետաքրքիր էր ինձ համար եւ ես ինքս այդ օրը բացահայտեցի նոր հուշարձաններ, որոնց մասին իսկապես չգիտեի։ Նման գործիքները շատ կարևոր են 21-րդ դարում եւ որքան շատ նմանատիպ տեղեկատվություն լցված լինի ինտերնետում, OpenAI-ը այնքան շատ կկարողանա դրա մասին տեղեկատվություն տալ մեզ, որովհետև գիտենք, որ OpenAI-ը տեղեկատվությունը կարդում է բաց ինտերնետային աղբյուրներից։ Միանշանակ ողջունում ենք եւ արդեն ասել եմ եւ կվերահաստատեմ, որ աջակցում ենք նմանատիպ բոլոր նախաձեռնությունները եւ երիտասարդները իրականում մեծ աշխատանք էին արել նոր ձևաչափով ներկայացնելով, թե ինչպես կարելի է հանրահռչակել պատմամշակութային օբյեկտները։ Ինչ վերաբերվում է, թե ինչպես ենք մենք պատմամշակութային արժեքները փորձելու մոնետիզացնել, առաջին հերթին ենթակառուցվածքները լավարկելով, որովհետև եթե ինչ որ հետաքրքիր պատմամշակութային օբյեկտ են, ենթադրենք ամրոց, բայց այնտեղ հասնելը դժվարամատչելի է, թերևս դա կարելի անել միայն ոտքով գնալով կամ արտաճանապարհային, ինչպես ասում են ջիպինգի միջոցով, ես անցած շաբաթ Կիրանց էի գնացել եւ բավական սուր զգացողություններ ունեցա այդ ցեխոտ ճանապարհներով բարձրանալ մինչեւ Առաքելոց վանք։ Պետք է ենթակառուցվածքների վրա ուշադրություն դարձնենք, ինչը մենք անում ենք եւ կշարունակենք անել եւ ինչու՞ չէ, օրինակ Արենիի Քարանձավը ձեր նշած պետական մասնավոր շատ լավ համագործակցության արդյունք է։ Պետք է այսպիսի համագործակցությունը շարունակել, հանրահռչակել, աջակցել, որպեսզի այո, պետությունը ամենալավ օպերատորը չի, դա հանրահայտ ճշմարտություն է, որովհետև պետության ձեռքերը շաշատաճախ չի հասնում ամեն անկյունում կառավարելու եւ արդյունք ստանալու։ Ես միանշանակ կողմ եմ, ցանկացած լուծում կարելի է տալ ամուր պայմանագրով եւ վերահսկել եւ եկամուտ ստանալ։ Չափանիշներով։ Այո, ունենք այդպիսի մի քանի դեպք, երբ պետություն մասնավոր համագործակցության արդյունքում շատ դրական արդյունքներ ենք ստանում եւ նաեւ մեր համաշխարհային բանկի հետ վարկային ծրագիրը նույնպես սրա մասին է։ Պետություն մասնավոր համագործակցություն, որովհետեւ շատ հաճախ ներդրողները անելով իրենց ներդրումը երբեմն վատ ենթակառուցվածքի պատճառով, ասենք հոսանքի ոչ բավարար ծավալ կամ կոյուղու բացակայություն հայտնվում են անելանելի իրավիճակում, հյուրանոց են կառուցում, բայց պետական ենթակառուցվածք չկա եւ մասնավոր ներդրողը չի կարող այդ ծավալով նաեւ ենթակառուցվածքներ կառուցել թեկուզ միայն հենց իր հյուրանոցի համար եւ վարկային միջոցների օգտագործումը նաև միտված է լինելու հենց մասնավորի շահերի բավարարմանը, որովհետև այո, այդ մասնավորն է գեներացնում հարկեր,
որից պետական ծառայողը ստանում է աշխատավարձ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետական մասնավորը շատ լավ աշխատի, որպեսզի շատ հարկեր վճարի, որ մենք էլ շատ լավ ծրագրեր կարողանանք իրականացնել։ Շատ շնորհակալություն Լուսինե, մեր հանդիպումը մոտենում է ավարտին, ես ձեզանից մեկ նախադասություն եմ ուզում, եթե մենք 5 տարուց հետո վերադառնանք այս խոսակցությանը եւ փորձենք հասկանալ, թե ինչ արդյունքներ եք տեսնում, որպեսզի ասեք, որ գիտեք, մեր ռազմավարությունը հաջողել է, ինչ որ մենք նպատակ ունեինք, իրականացրել ենք։ Շատ անակնկալ հարց է։ Փորձեմ մեկ նախադասությամբ ձևակերպել միտքս։ Առաջինը մենք մեր ռազմավարության առաջ նպատակ ենք դրել կայուն զբոսաշրջություն։ Ես սիրում եմ նաև ցավալի բաների մասին բարձրաձայնել։ Մեր երկիրը որոշ զբոսաշրջային վայրերում հատկապես թաղված է աղբի մեջ։ Ես ակնկալում եմ, որ 5 տարի հետո մեծ սիրով ձեզ հետ գալով այս տաղավար կամ մեկ այլ տաղավարում արձանագրենք, որ մեր քայլերը դեպի կայուն զբոսաշրջություն, էկոլոգիապես մաքուր զբոսաշրջություն կայացել են եւ առնվազն աղբի եւ աղբի նկատմամբ տնտեսվարողների վերաբերմունքը փոխվել է։ Հաջորդ կարևոր բանը, որ կուզեի, դա ծառայությունների որակի լավացումն է։ Շատ զբոսաշրջիկներ իր հետ բերելու են շատ խնդիրներ եւ պահանջելու են շատ ավելի լավ որակյալ ծառայություններ։ Հուսանք մեր կողմից ներդրված կրթական եւ մարքեթինգային քաղաքականությունը կբերի շատ ավելի շատ լավ որակյալ մասնագետների եւ ծառայությունների եւ նաեւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մի քանի միջազգային դպրոցներ արդեն հյուրասիրության ոլորտի եկել են Հայաստան, հիմնադրել են դպրոցներ Հայաստանում, սա էլ հույս է ներշնչում, որ մենք կունենանք լավ ծառայություններ եւ իհարկե սկսած օդանավակայանից, հուսով եմ 5 տարի հետո, եթե պատրաստ չլինի, գոնե կառուցման փուլում կլինի նոր տերմինալը Զվարթնոց օդանավակայանի եւ սկսած Զվարթնոցից մինչեւ ամենահեռավոր կետը Հայաստանի Մեղրի սահման մինչեւ Ջերմուկ մենք ունենանք բավարար ենթակառուցվածքներ, որպեսզի զբոսաշրջիկները հաճույքով եւ անարգել հասնեն իրենց նախընտրած զբոսաշրջային վայր։ Սենց մի քիչ բարձր հնչեց, բայց ուզում եմ, որ այսպես լինի։ Ռեալիստական նպատակներ են եւ նաեւ շատ ռեալիստական եւ չափելի, այնպես որ ձեզ շատ շնորհակալություն, հաջողություններ եւ կարծում եմ եւ տնտեսվարողները եւ ոլորտի մասնագետները բոլորն էլ զբոսաշրջության կոմիտեի կողքին են, ձեզ շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։